Բարև ձեզ։ Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովի շրջանակում, որն այսօր կայացավ Երևանում, Ֆրանսիայի նախագահ Մակրոնն արեց մի հայտարարություն, որն արժանացավ հասարակական մեծ ուշադրության։ Մակրոնը հայտարարեց, թե եկեք լինենք անկեղծ, որ նախկինում Հայաստանը միջազգային այսպիսի ուշադրության չէր արժանանում, որովհետև համարվում էր Ռուսաստանի արբանյակ պետություն, իսկ հիմա դա այդպես չէ եւ կա մեծ հետաքրքրություն Հայաստանի նկատմամբ։ Ֆրանսիայի նախագահն իհարկե որքան էլ կոչ է անում լինել անկեղծ եւ արձանագրել այդ պատկերը, իրերի այդ դրությունը, այդուհանդերձ նրա հայտարարությունը անկեղծության հետ կապված ունի մեղմ ասած տեսանելի խնդիր եւ իհարկե խնդիր իրականության հետ ընդհանրապես։ Ֆրանսիայի նախագահը թերևս ամենից լավ գիտե, որ Հայաստանը միշտ եղել է միջազգային ուշադրության առարկա, միշտ դրսևորվել է հետաքրքրություն Հայաստանի նկատմամբ, Հայաստանը եղել է միջազգային իրադարձությունների եւ կյանքի լիարժեք մասնակից, եղել են տարբեր նախագահների, վարչապետերի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների այցեր, փոխայցեր եւ իդեպ այդ թվում հատկապես նաեւ Ֆրանսիայի նախագահների, որոնք պետական այցերով եղել են Հայաստանում Ժակ Շիրակ, Նիկոլյա Սարկոզի, Ֆրանսուଆ Օլանդ եւ Մակրոնը իհարկե չէր կարող այդ ամենը չիմանալ։ Բայց այստեղ խնդիրը ամենևին այդ հետագիծը թվարկելը չէ եւ սա նույնիսկ ավելորդ է։ Խնդիրն է հասկանալ, թե ընդհանրապես ինչ նպատակով էր Մակրոնն անում այդ հայտարարությունը։ Մինչ այդ նաև արձանագրենք, որ իհարկե վերջին տարիներին մենք տեսնում ենք Հայաստանի հանդեպ հետաքրքրության առերևույթ առավել ինտենսիվ դրսևորում եւ հատկապես հռետորաբանության առումով ճոխության աննախադեպ դրսևորումներ։ Բայց սա պայմանավորված է ոչ թե նրանով, որ Հայաստանը ռուսական արբանյակ էր, իսկ հիմա ոչ, այլ նրանով, որ նախկինում կար Արցախի հարց, իսկ հիմա այն չկա։ Եվ դրանից հետո, այսինքն Արցախի հարցի չլինելուց հետո է, որ մենք տեսնում ենք այս փոփոխությունը։ Որովհետև եթե նույն հետաքրքրությունը, այդ նույն ինտենսիվությունը եւ առավել եւս հռետորաբանության ճոխությունը դրսևորվեր մինչեւ այդ, սա նշանակելու էր, որ այդ դրսևորողը պատասխանատվություն է ստանձնելու նաև Արցախի նկատմամբ, նվազագույնը բարոյական պատասխանատվություն։ Իսկ սա իհարկե պետք չէր որևէ մեկին, որովհետև խնդիր էին ունենալու Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ։ Իսկ երբ Արցախի հարցը դուրս է բերվել մեջտեղից, արդեն ոչ միայն չկա Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ խնդիր ունենալու հարց, այլ ավելին, Հայաստանի միջոցով Հայաստանի հաշվին կարող են պայմանավորվել Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ իրենց համար կարևորագույն մի խնդրի միջին միջանցք ձևավորելու հարցում։ Եվ մենք ցավոք սրտի տեսնում ենք այդ process-ը։ Եվ Մակրոնը դրա մասին գիտե թերևս ամենից լավ։ Նրա հայտարարության իմաստը այն չէ, որ Հայաստանը ռուսական արբանյակ էր, իսկ հիմա ոչ։ Նրա հայտարարության իմաստը տեղավորվում է հենց վերը նկարագրածս process-ի շրջանակում եւ այստեղ Ֆրանսիայի հավակնությունների շրջանակում։ Հայտարարության իմաստն այն է, որ Հայաստանը հիմա ֆրանսիական արբանյակ է կամ նվազագույնը մակրոնյան արբանյակ։ Այդպես է թե ոչ, սա հարցի մյուս կողմն է, բայց Ֆրանսիայի նախագահը փորձում է պատկերը ներկայացնել հենց այդպես, եւ այս շրջանակում էր թերևս նաեւ նախորդին գիշերը Մակրոնի շրջայցը Երևանի փողոցներով, շրջագայությունը, կարծես տանտերը շրջում էր իր այսպես ասած տարածքով կամ իր տիրույթով։ Եվ նաև ձեռքը գցած Նիկոլ Փաշինյանի ուսին, կարծես տեղապահի։ Սա է փորձում ցույց տալ Ֆրանսիան եւ սա վերածել նաև քաղաքական կապիտալի թե Եվրոպայի ներսում հարաբերությունների համատեքստում եւ թե նաև ընդհանրապես աշխարհակաղակական իմաստով ու նաև Վաշինգտոնի հետ իր դիմակայության համատեքստում։ Եվ նաև այս տրամաբանությունն ու այս ռազմավարությունն էր, որ Ֆրանսիային տարավ 2022 թվականին Պրահայի այդ հայտնի քառակողմ համաձայնության շրջանակում դերակատարում ստանձնելու որոշման, Արցախի հարցը մեջտեղից դուրս բերելու դերակատարում։ Այդ որոշումը, այդ համաձայնությունը փոխեց ոչ միայն կովկասյան կոնֆիգուրացիա, ոչ միայն հայ-ադրբեջանական process-ի տրամաբանություն եւ կոնֆիգուրացիա, այլ նաև հարաբերությունների կառուցվածք հենց Եվրատլանտյան միջավայրի ներսում։ Պարզապես այդ կառուցվածքը դեռևս ուներ ավելի շատ ենթագորգային տրամաբանություն, որովհետև ռուս-ուկրաինական պատերազմի բերումով
Միացյալ Նահանգներն ու Եվրոպան գործում էին այսպես ասած հավաքական արևմուտքի տրամաբանությամբ, թեպետ խորքում ամենևին էլ չի եղել այդպիսի տրամաբանություն, բայց կրկնեմ, պրոցեսները ենթագորգային էին, դիմակայությունը, որ ծավալվում էր նահանգների եւ Եվրոպայի միջև, ենթագորգային էր։ Ի վերջո, ուկրաինական հարցում եւս իրադարձությունների զարգացումը նահանգներից խթանվել է Եվրամիության հանդեպ ամերիկյան գերակայության տրանսֆորմացիայի նկատառումով, եւ սա ով, բայց Փարիզը հասկանում էր հիանալի, հաշվի առնելով նրա դերակատարությունը Եվրամիության համատեքստում եւ հավակնությունները ընդհանրապես եվրոպական առաջատարության իմաստով։ Միացյալ Նահանգներում վարչակազմի փոփոխությունից հետո այս ենթագորգային պայքարը դարձավ, այսպես ասած, վերգորգային եւ սկսեց դրսեւորվել արդեն հրապարակավ, դրսեւորվել, ստանալ առավել տեսանելի դրսևորումներ, տեսանելի դիմակայության վերածվել եւ ստանալ առավել լայն աշխարհաքաղաքական նշանակություն։ Ի վերջո, հենց այս դիմակայության գաղափարն էր որ նաև կանխատեսումն ու սպասումը, որ Մակրոնին ռուս-ուկրաինական պատերազմից հետո տարավ եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գաղափարը հղանալու։ Սա հենց Մակրոնի գաղափարն էր։ Եվ հատկանշական է, որ նա այս Արբանյակի մասին հայտարարությունը եւ վերը նշածս տողատակային իմաստով շատ թափանցիկ ակնարկը անում է եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովի շրջանակում։ Այս նախաձեռնությամբ Մակրոնը փորձում էր պահել եվրոպական օրակարգ ձևավորելու լիդերություն եւ նաեւ բացահայտորեն ներկայացնում էր սրա իմաստը որպես եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության շուրջ քննարկումների հարթակ, շատ լավ պատկերացնելով, որ ռուս-ուկրաինական պատերազմը տողատակում խթանելով Միացյալ Նահանգները եւ նրա, այսպես ասենք, հավերժական դաշնակից Լոնդոնն ու հավերժական մրցակից Լոնդոնը խթանում են հենց Եվրոպայի հանդեպ գերակայության համար իրենց մրցակցություն, գործակցություն այս տրամաբանությամբ հարաբերությունների համատեքստում։ Իդեպ մի հատկանշական հանգամանք եւս, երբ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնեց Բայդենը, նրանք, հիշեցնեմ, թարմացրին Լոնդոնի հետ թարմացրին Ատլանտյան խարտիան եւ սրան չհրավիրվեց Ֆրանսիան։ Ավելին, Ֆրանսիան նվաստացվեց Բրիտանիայի հետ մեկ այլ համաձայնությամբ, որը ներառում էր քառակողմ դաշինք Ավստրալիա, Ճապոնիա, Բրիտանիա եւ այս դաշինքի համատեքստում, հիշեցնեմ, Ավստրալիան ամերիկա-բրիտանական ճնշման ներքո հրաժարվեց Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական խոշոր պայմանագրերից, միլիարդավոր դոլարների կամ եվրոների վնաս պատճառելով ֆրանսիական տնտեսությանը։ Այդ սկանդալը շատ հայտնի էր եւ Ֆրանսիան իսկապես ստացավ աշխարհաքաղաքական ապտակ, որին համարժեք պատասխանել չկարողացավ։ Այս պրոցեսներն էին նաև, որ հասունացրին ռուս-ուկրաինական պատերազմ եւ Մակրոնը իհարկե շատ լավ պատկերացնելով այդ պրոցեսների տրամաբանությունը փորձեց եվրոպական դերակատարության իր հավակնությունները իրացնել եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության հեղինակմամբ։ Ստացվում է, թե ոչ սա այլ հարց է, բայց փորձը ակնհայտ է։ Եվ այդ փորձը բնականաբար ներառում է նաև կովկասյան ուղղությամբ քաղաքականություն ու Մակրոնի երևանյան հայտարարությունը պետք է դիտարկել այս տրամաբանությամբ։ Սա է նաև պատճառը, որ առիթ եմ ունեցել ասելու եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության երևանյան գագաթնաժողովը միայն առերևույթ է հիմնականում հակառուսական տրամաբանությամբ։ Խորքային իմաստով այն ունի ավելի շատ հակաամերիկյան տրամաբանություն։ Եվ սրա մեկ այլ խոսուն վկայություն է այն, որ այս գագաթնաժողովի ընթացքում է առաջին անգամ հյուրի կարգավիճակով հրավիրվել եւ մասնակցում Կանադայի վարչապետը։ Ինչու է սա ուշադրության արժանի, որովհետեւ գիտենք Թրամփի եւ Կանադայի, այսպես ասած, փոխհարաբերությունը, Թրամփի հավակնությունները Կանադայի նկատմամբ եւ Եվրոպան Ֆրանսիայի նախաձեռնության շրջանակում փորձում է Կանադան ներառել իր արեալ։ Սա, կրկնեմ, Վաշինգտոնի հետ դիմակայության եւս մի դրսևորում է եւ Երևանյան գագաթնաժողովի քաղաքական իմաստային տողատակի եւս մի թափանցիկ ակնարկ։ Ահա այս իմաստով, կրկնեմ, Մակրոնի հայտարարությունը, թե նախկինում Հայաստանը ռուսական արբանյակ էր, իսկ հիմա այդպես չէ,
ըստ էության նշանակում է իսկ հիմա Ֆրանսիան է այստեղ պրոցեսներ, օրակարգ, տենդենսներ ձևավորողը կամ թելադրողը։ Դարձյալ շեշտեմ, այդպես է թե ոչ սա առանձին խոսակցության առարկա է, որովհետև Մակրոնը տևական ժամանակ ավելի շուտ փորձում է թողնել տպավորություն, այդպիսով ձգտելով ծածկել իր նախագահության ընթացքում Ֆրանսիայի տեսանելի աշխարհաքաղաքական հետընթացը։ Իհարկե Ֆրանսիան այնքան մեծ ազդեցություն ուներ միջազգային կյանքում, որ այդ հետընթացը համենայն դեպս առերևույթ աղետալի ինչ-որ մասշտաբներ կամ սահմաններ չունի, Ֆրանսիան չի ընկել շատ ավելի ցածր երկրների կատեգորիա, բայց հենց առաջնային եւ առանցքային երկրների շարքում հետընթացը բավականին նկատելի է եւ Ֆրանսիայի նախագահը փորձում է այս օրինակ նախաձեռնություններով եւ հայտարարություններով ստեղծել տպավորություն եւ դրանով ծածկել գործնական հետընթացը։ Բայց որքան Միացյալ Նահանգների հետ դիմակայությունը դուրս է գալիս գորգի տակից եւ ստանում վերգորգային տրամաբանություն, այնքան Փարիզի համար իհարկե բավականին բարդ է լինում լոկ տպավորություն ստեղծելով աշխարհաքաղաքական դերակատարի կամ առանցքային դերակատարի կարգավիճակ պահելը։ Ինչ նշանակություն կունենա այս համատեքստում Երևանյան գագաթնաժողովը, սա թերևս լինելու է ժամանակի հարց, բայց այս գագաթնաժողովը դիտարկել որպես ընդամենը Նիկոլ Փաշինյանի նախընտրական PR-ին աջակցելու որոշում, կարծում եմ կլինի շատ միամիտ։ Այն շատ ավելի մասշտաբային միջոցառում է իր տարողությամբ, որպեսզի լիներ ընդամենը Փաշինյանի PR-ին ծառայելու մասին որոշում։ Սա որոշում է, որը ի ցույց է դնում ներեվրոպական եւ նաեւ ներեվրատլանտյան դիմակայության բավականին ակտիվ ռեժիմի ծավալում նաեւ Կովկասյան ուղղությամբ։ Իսկ սա բնականաբար արժանի է մեր համակ ուշադրությանը, հաշվի առնելով, որ այս ռեժիմը որևէ պարագայում ներառելու է նաեւ Հայաստանը։ Իսկ նկատի ունենալով այն, որ Հայաստանը Եվրատլանտյան այս հետաքրքրությունների պայմաններում բոլոր դեպքերում դիտվել եւ դիտվում է որպես Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ պայմանավորվելու բավականին հարմար օբյեկտ, սա բնականաբար Հայաստանի Հանրությունից պահանջում է առավել մեծ ուշադրություն եւ նաեւ իրերի այս դրությունը փոխելու կամք ու որոշում։ Այդ փոխելու հնարավորությունը ես ինչպես բազմիցս նշել եմ, խորհրդարանի ընտրությունն է եւ Հայաստանի Հանրությունը ունի այդ փոփոխությունը կատարելու հնարավորություն, որի միջոցով Հայաստանը օբյեկտից կարող է դառնալ սուբյեկտ։ Եվ այն process-ները, որոնք այսպես թե այնպես մեր կամքից անկախ տեղափոխվում են դեպի Կովկաս, Հայաստանի համար արդեն կարող են լինել նաև հնարավորություններ, այլ ոչ միայն մարտահրավերներ։ Կրկնեմ, Հայաստանի Հանրությունը ունի այդ որոշումը, իրերի այս դրությունը փոխելու եւ Հայաստանի համար հնարավորությունների դաշտ բացելու իր հնարավորությունը։ Այն պետք է օգտագործել եւ այս պարագայում պատկերը կարող է լինել բոլորովին այլ։